Ներքին գործերի նախարարությունը շրջանառել է նախագիծ, որի ձևակերպումն այսպիսին է. պետության համար անկանխատեսելի եւ երկակի մոտեցումներ նախատեսող կարգավորումների ուժով զենքով պարգևատրված բոլոր անձանց տրվում է ժամկետ մինչեւ հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը ներկայացնել ոստիկանություն։ Նախարարությունը նպատակ ունի պարգևատրական զենքերի հատկացման գործընթացը ստանդարտիզացնել։ Պետության խնդիրն է սահմանել ստանդարտ, ֆիլտրել է սանդանց ցուցակը եւ ստանդարտին համահունչ թողնել պարգևատրական զենքը այն անձանց մոտ, որոնք կբավարանեն ստանդարտին։ Միանշանակ է, որ սա այստեղ սուբյեկտիվ մոտեցում է գնալու, որովհետեւ չափորոշիչները ես չեմ տեսնում, թե օրինակ ինչպես է օրինականությունը ստուգվելու։ Հրազենով հանցագործություններն ըստ ներքին գործերի նախարարության հանրային մեծ վտանգավորություն, լայն հնչեղություն ունեն եւ ըստ նախարարության դրանք բերում են հասարակության անհանդուրժողականության։ Քաղաքացիներից նաեւ բազմաթիվ ահազանգեր են հասնում, որ XY անուն ազգանունը մարդու մոտ կա պարգևատրական զենք, բայց ենթադրենք նա զուգահեռաբար նաեւ թմրամիջոց է օգտագործում կամ չգիտեմ այլ դրվագներով է աչքի ընկնում։ Նախագահներից, վարչապետերից, ուժային տարբեր կառույցներից զենքով պարգևատրվածները մասնակցում են կրակային ստուգումների, քննություն են հանձնում։ Օրենքն ասում է, զենքով պարգևատրվածները պետք է հանձնեն քննություն, հակառակ դեպքում այդ զենքերը կհամարվեն անօրինական։ Նրանցից սակայն քչերն են տեղյակ, թե շրջանառության մեջ դրած ներքին գործերի նախարարության նախագիծը իրենից ինչ է ներկայացնում։ Նրանք պատրաստ են մինչև հուլիսի 1-ը պարգևատրած զենքերը ոստիկանություն ներկայացնել։ Նախագծին դեռ ծանոթ չէ, պիտի նա ոչ նախագիծը քննարկվի, Փորձագետները իրավաբանական համայնքը վստահ չէ, որ ներքին գործերի նախարարության այդ որոշումը կարող է կարգ ու կանոն մտցնել զենքի շրջանառության ոլորտում։ Փորձագետները հնարավոր են համարում, որ նախարարության այս նախագիծը ուղղված է անցանկալի անձանց ընդդիմադիր ճամբարներում գտնվողների դեմ, որքանով է օրինական ընդդիմադիր մի ճամբարից հավաքել զենքերը, իսկ մյուս իշխանական ճամբարից ոչ։ Ներկա պարագայում գործող իշխանությունները ունի որոշակի մտավախություններ եւ ինչու՞ չէ նաեւ կարող է նախագծի հենց նպատակը դա է այս պահին որոշակի անձանց ձեռքին զենքեր հավաքելը։ Ինչևէ ինչ ընթացակարգել սահմանվում է պետք է լինի ժողովրդավարական տեսանկյունից հավասար պայմաններ, որովհետև ես նորից եմ կրկնում, եթե ձեր ձեռքին կա զենք, իսկ իմ ձեռքին չկա, մենք հավասար պայմաններում չենք, երբ որ իրար հետ զրուցում ենք։ Մի քանի սցենար կա, մեկը որ հավաքեն բոլորից մենակ 20 տարի ու մայոր ու բարձրներին թողեն ունենան, մյուսը հավաքեն իրանց բարի կամքով հետ տան, որտեվ այնպես չի, որ խորհրդարանում կամ մյուս կառույցներում ատրճանակ ստացած լիքը մարդիկ չկան էլի ու այդտեղ էլ առանձին խտրականություններ կարա լինի, օրինակ ընդդիմադիրներին տենց հետո վերադարձնեն, իշխանականներին համարեն, որ չէ, դուք իրոք արժանի եք վերադարձնեն, հարամություն է լինելու։ Զենքով հանցագործությունները, սպանություններն ըստ մասնագետների հիմնականում կատարվում են անօրինական, սև շուկայից ձեռք բերված զենքով։ Վիճակագրությունը եթե ուսումնասիրենք, հանցագործությունները տեղի են ունենում ոչ օրինական զենքերով, հիմնականում դա ապօրինի զենքերն են։ Վերջին շրջանում հաճախակի են ավելացել հրազենային սպանությունների դեպքերը։ Մի փոքր վիճաբանություն եւ կոնֆլիկտի կողմերը իրենց մեքենաների սրահներից կամ բեռնարկցիկից հանում են զենքը եւ սկսում կրակել միմյանց վրա։ 15 տարի առաջ Սերբիայի կառավարությունն էլ հայտարարեց, թե արգրավում են նախկին զինվորականների զենքերը։ Քաղաքացիներից շատերը սակայն չվերադարձրին 90-ականների ստացած զենքերի մի մասը, քանի որ նրանք դեռ ապահով չեն զգում Հարավսլավիայի փլուզումից հետո առաջացած պետություններում։ Անկախ բոլոր գնահատականներից Սերբիայում տարածված է այն միտքը, որ յուրաքանչյուր տանը պետք է ատրճանակ լինի։ Պատերազմից հետո մնացած զենքերի հետևանքն է, որի մասին խոսվել է, դա բոլոր երկրներում է այդպես, որտեղ պատերազմ է լինում, հետո լիքը ապօրինի զենք է լինում։ Ոլորտի մասնագետներից շատերը դեռ տարիներ առաջ էին ահազանգում։ Հանրապետությունում ատրճանակով պարգևատրվում են պատահական, նույնիսկ արժանինքներ չունեցող մարդիկ։ Այդ մասին իրավապահ մարմիններն էլ են տեղյակ։ Ատրճանակ պարգևատրվում է ով պատահի։ Այդ նույն ոստիկանությունը, որը նախաձեռնել է այս process-ը, ինքը գիտի նույնիսկ գները, այն կառույցները, որ այդ գործը արել են։ Ու ազնիվ կլներ այն ժամանակ սիմվոլ ծախելու համար, սիմվոլ ծախողներին, միջնորդներին, առնողներին պատժեին։ Հիմա էլ, ասենք, այդ այսպես ասած ճակերտավոր ջուր տանելու համար ատրճանակ ստացածներին, որ մի թեթև քաշ քշեն, նրանք խոստովան են ոնց են ստացել։
Մյուս կողմից ըստ փաստաբանի ինչ ընթացակարգ էլ սահմանվի ժողովրդավարական տեսանկյունից զենքի տրամադրման, պարգևատրման համար պետք է լինի հավասար պայման։ Ներկա օրենսդրությունը հնարավորություն է տալիս որոշակի տարիներ ծառայած անձին, նաև մայորի կոչում ունեցող անձին ձեռք բերելու ատրճանակ, բայց հնարավորություն չի տալի, այսինքն բիզնես գործունեությամբ զբաղվող լուրջ ձեռներեցին կամ ակադեմիկոսին ձեռք բերելու այդ ատրճանակը։ Ես մի քանի 100 մարտական ընկեր ունեմ, մեկը ատրճանակ չի ստացել։ Ու փոխանակ խնդիրը իրական լուծվի, գնահատականներ տրվի, հանցագործին հանցագործ արասվի, համահարթեցում է գնում ու ասենք Վազգեն Սարգսյանի ժամանակ ստացած մարդուն, որը արդեն պապիկ է ու ասենք մեր երկրի ակունքներում է կանգնած, ոմանց ճանաչում եմ ես։ Քաշքշելու են, զինաթափեն, նեղացնեն։ Ոլորտի կարգավորման ճիշտ տարբերակներից մեկն էլ այն է, որ զենքի կրման համար հանձնվող քննությունները, բժշկական հետազոտությունները լինեն ոչ թե ֆիկտիվ, այլ իրական։ Փորձագետ Նարեկ Ներսյանը խնդրի լուծման տարբերակ է առաջարկում։ Բոլոր նրանք, ովքեր զենք են գնում կամ պարգևատրվում, նրանց տվյալները թվայնացվեն։ Քննական կարգը թվայնանա, այսինքն տեսնեն ներքին գործերի նախարարությունում ինչպես է տվել, առողջական վիճակի իրական ստուգում լինի, ոչ թե ձևական, որ պրակտիկայում չկա։ Իսկ ում են զենքով ընդհանրապես պարգևատրում մեր երկրում եւ երբ իրավունք ունի զենքով պարգևատրվածը կիրառել այն։ Ինքը քո կյանքին արդեն վտանգ է սպառնում, դա ծայրահեղ անհրաժեշտություն է եւ դու պետք է կիրառես։ Բայց կոնկրետ դեպքերը, թե դա սահմանների անցում է, օրինակ մարդը եթե զենքը հանեցիր, որպեսզի ինքնապաշտպանության դիմես, ենթադրենք մեջքով դարձավ ու սկսես փախչել։ Դու արդյոք իրավունք ունես կիրառել, թե չէ։ Ցավոք սրտի մեր մոտ դա էլ էականում մենք այդտեղ էլ խնդիրներ ունենք գործող պրակտիկայով, երբ որ հիմնականում նմանատիպ դեպքերը վերածվում են որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման կամ նույնիսկ գազային ատրճանակից, երբ որ քաղաքացին, չգիտեմ, ինչ-ինչ հանգամանքներով, ասենք 5 հոգի գիշերով արձակվել են իր վրա եւ ստիպված է լինում կրակել իր պաշտպանության համար, իր կյանքի կամ իր մերձավորի կյանքը պաշտպանելու համար, ցավոք սրտի գնում է խուլիգանության։ Զենքի շրջանառության կարգավորման 2022-ին ընդունված օրենքի համաձայն զենքով պարգևատրել կարող է միայն վարչապետը ուժայինների միջնորդությամբ։ Թե ինչպես են գնահատում այս արժանինքները, արդյոք դրանք տարբերվում են նախկինում գերատեսչությունների ղեկավարների փիլիսոփայությունից մոտեցումից, իսկ մենք տեսնում ենք, որ անգամ քրեական ենթամշակույթ ունեցող անձանց պարգևատրել են, ինչու՞ չէ նույն ներքին գործերի նախարարության կողմից սա աբսուրդ է էլի։ Հանրությունը սակայն ոչ միշտ է, որ կարող է տեղեկանալ, թե օրինակ ում կողմից եւ ով է պարգևատրվել զենքով։ Դատարանի որոշումներ կան։ Պարգևատրած զենքերի մասին տեղեկությունները գաղտնի են պահվում։ Կառավարության տվյալների համաձայն սակայն 2018-ից 23-ի ընթացքում վարչապետը զենքով պարգևատրել է 11 անձի։ Իսկ թե ովքեր են պարգևատրվել զենքով, դրա մասին հանրությունը, լրատվամիջոցները տեղեկանում են միայն սպանություններից, ինքնասպանություններից հետո։ Սպանությունների մեջ շատ մեծ քանակ են կազմում։ Պարգևատրված զենքով մենք կարող ենք անգամ ասենք 18 թվականից այս կողմել տեսնել պարգևատրված զենքով որոշակի դեպքեր եղել են եւ գրանցվել են։ Շատերը կհիշեն, պարգևատրած զենքերից մեկն օրինակ 2022-ին մի քանի հոգու սպանության պատճառ դարձավ։ Այդ նույն թվականին իշխանական падգամավորներից մեկի եղբայրը Ամերյան փողոցում կրակեց ԱՄՆ քաղաքացու վրա նվեր ստացած զենքով։ 2018 թվականին Մոսկովյան փողոցում պարգևատրած զենքով ինքնասպանություն գործեց Գազի Կոլյա մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանը։ Աղմկահարույց դեպքերից են ազգային ժողովի նախկին падգամավորներ Հարություն Ղարագոզյանի, Կարամելի Հարութի եւ Կարո Կարապետյանի յուվեցի Կարոյի սպանությունները։ Ղարագոզյանը սպանել էր Կարապետյանին Պիետրո Բերետա ատրճանակով, այնուհետև Ղարագոզյանը ինքնասպան էր եղել նախկին ոստիկանապետի պարգևատրած զենքով։ Նաիրի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։